Եթե երկի ցույցի մասնակիցը գիտեք ես կողմ, որ բարձր շատ չխոսամ ուժերս խնայեմ, էլի։ Պայքարում ենք տանելու, եթե հնարավոր է ուժերը խնայել, խնայենք։ Իրանք թող որոշել ինչ են անում։ Նախ նշեմ, որ նստածուչի ես գիշեր ենք մնացել Ազատության հրապարակում։ Խնդիր չի առաջացել, նորմալ մնացել ենք։ Խոսեմ, քանի որ մենք ամենօրյա հավաքներ, երթեր, ցույցեր ենք անում եւ խաղաղ աննազանդություններ, ամեն օր արժե նախորդ օրվա մասին խոսել, որը երևա քայլերը, հետևականությունը։ Երեք չառաջին օրը երթով գնացինք եւ պահանջագիր ներկայացրեցինք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որով պահանջում էինք Արտուր Սարգսյանին ուղարկավորել Եռաբլրի Պանթեոնում։ Եվ վարչապետի օգնականի կողմից հստակ նշվեց. պատասխանը կարող եք ստանալ վաղը ցանկացած ժամին։ Մինչ ժամը եւ հստակեցվեց, որ մենք երթով նույն ժամին գնալու ենք վերցնենք, ասեց խնդիր չկա։ Մինչև երթը սկսվելը մի քանի օքանոց խումբ գնաց, որը այդպես էլ չկարողացավ պատասխանը ստանալ։ Այդուհանդերձ մենք բոլորով երթով գնացինք կառավարության շենքի մոտ, որպեսզի ստանանք պատասխանը։ Բայց ստացվեց այնպես, որ մեզ պատասխան տվող չկար շենքում։ Խաբեցին մեզ, նշանակում է մեր, ասենք, ինքնասիրությունը վիրավորեցին։ Դրդում են այնպիսի քայլերի, որ մենք փաստացի ասենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս չի հավատում ոչ միայն վարչապետին, այլև ամբողջ կառավարությանը։ Իրենք փաստացի դրդում են դա, այդպես է, բայց իրենց քայլերը ապացուցում են դա։ Եվ տվեցինք 10 րոպե ժամանակ, որ իշտի պատասխան տա, այդպես էլ չիջավ, մեր խաղաղ աննազանդություն իրականացրեցինք, փողոցներ փակեցինք, էկրան հրմշտեցին, տարան բացեցին, բարձրացանք օպերա, ստեղ նստածությունը շարունակեցինք, այդուհանդերձ կոչով, որ այսօր հավաքվելով իրականացնելու ենք նույն գործողությունները։ Իրականացնենք, քանի դեռ արդեն այդ օգնականը չի եկել մեր իրականացված վայրում, մեզ պատասխան չի տվել։ Բնական է, եթե երկու անգամ դնում ենք մեզ չի ընդունում, արդեն մենք անենց պետք անենք ինքը դա մեր մոտ։ Երրորդ անգամ չեն գնալու։ Սա այդպես։ Այսա դիգինով, այսա հիմա կարդակ։ Ստեղծվել է սրանա։ Դիգինով այսա նավոնը բոնս է։ Ես կաշենատ կարող ասում։ Ուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ։ Ստեղծվել է ուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ, որի անդամ նաև ես։ Հիմա կա մի որոշում, որը հիմա Տիկին Հովհաննիսյանը կընթերցի, ցանկանում եմ նախ եւ առաջ ասել հետեւյալը, ես դուրս եմ գալիս այդ հանձնախմբից, քանի որ չեմ կարող ընդունեմ, չեմ մի րոպե ձևակերպում ես դժվար հատված է, չեմ կարող ինչ-որ բան պահանջել, բայց չեմ կարող ընդունել նաև այս հետևյալ որոշումը։ Հիմա Տիկին Հովհաննիսյանը թող ընթերցի, որոշումը ու հասկացեք, թե ինչի համար ես չեմ կարող ընդունել։ Լավ, հիմա պետք է սա ես բռնեմ։ Չէ, ես բռնեմ, ես հանդիսից կանչեմ։ Ուրեմն